Շնորհակալություն, շարունակում ենք մեր տոնական ելույթը եւ այսպես մենք ուզում ենք ներկայացնել մեր VTV եթերում 02-ի դուրս մնացած կադրերը։ Եվ այսպես 02-ի դուրս մնացած կադրերը։ Խնդրեմ։ Եթերում է 02-ի հերթական թողարկումը, ստուդիայում է Աշոտ Ահարոնյանը։ Փնտրվում է սև մազերով միջին հասակի 30-ից 35 տարեկան տղամարդ, համակարգչի եւ անգլերենի իմացությունը պարտադիր։ 3 կարմիր բերետավորը դուրս եկավ տանից, որպեսզի կարկանդակներ տանի իր տատիկին։ 3 Երևանի ստրիպտիզ ակումբներից մեկից ահազանգ ստացվեց։ Այս անգամ մեր օպերատիվ խումբը իրոք շտապեց դեպքի վայր։ Երեք մեր ոստիկանները այնքան արագ հասան դեպքի վայր, որ դեպքը դեռ տեղի չէր ունեցել։ Նրանք ոտները կախ-քցեցին մի 10 րոպե, դեպքը տեղի ունեցավ եւ արագ արձագանքեցին։ Աշոտ, գիտես չէ՞ որ Թազա հովանավոր ունենք։ 02-ի հովանավորը ո՞րն է։ Լավ չմոռանաս Թազա հովանավորի մասին։ Մատո։ Պատրաստ ենք։ Երեք անհայտ անձիկ ներխուժել են սուպերմարկետ դիմակներով։ Իզարմանս բոլորի նրանք ոչ մի բան չեն տարել, բացի դոսիա մաքրող միջոցներից։ Դոսիա մաքրող միջոցներ մաքրում են այնտեղ, որտեղ մարդը անզոր է։ Քաղաքացի Հակոբյանը այդ օրը հանդիպեց իր ընկերներից մեկին։ Սովորականի նման ուղղակի որոշել էին մի բաժակ բան խմել։ Մեկը դարձավ 2, 2-ը 3, 3-ը 4, այնուհետև հիշեց տարիներ առաջ հարևանի հետ ունեցած ոխը, արյունը գլխովն անցավ, վերցրեց հացի դանակը, տանից դուրս եկավ և գնաց, ճանապարհին հանդիպեց աղվեսին, ուր ես գնում ասեց, Հակոբյան։ 3 Թումանյան 45 A հասցեում տեղի էր ունեցել կողոպուտ, հանցագործները ներխուժել էին տուն և ինչպես իրենց ժարգոնով են ասում, ամբողջ տունը մաքրել էին։ Դոսիա մաքրող միջոցներ, մաքրում է այնտեղ, որտեղ մարդ անզոր է։ Ներքին գործերի բաժանմունք բերման ենթարկեցին մի կնոջ, այն կասկածանքով, որ նա կրծքալի տակ ինչ-որ բան է թաքցնում։ Մեր աշխատակիցները անմիջապես պոկեցին կրծքալը և տեսան, որ կրծքալի տակ կինը թաքցնում էր այն, ինչ-որ թաքցնում են առհասարակ կանայք։ Վերջերս մեր աշխատակիցները սահմանամերձ գոտումար գրավել էին առավել խոշոր քանակի փոշենման ինչ-որ թմրանյութ։ Փորձաքննությունից հետո պարզ դարձավ, որ այդ փոշենման թմրանյութը ամենևին էլ թմրանյութ չէ։ Դոսիա լվացքի փոշի մաքրում է այնտեղ, որտեղ մարդը անզոր է։ Ռադմին։ Ես մել է, ընկերս այլ է պուտուլը, իրար հետ մտել են բանի, արևանի տունը չորտարգի, ասել եմ ոսկիները մանների առաջինը, ման ենք եկե ոսկիները, հետո պուտուլը չէ, հետո ես բան, չէ, հետո պուտուլը ասավ Շմտես պուտուլը հետ պայմանավորվանք, որ խոսքի ոսկեղենը դեմիշ մնա իրանց մոտ, ես ասիկ ընգեր ունեմ տելևիզորը կարամ նենց անեմ, որ Մատիրես եմ մի ուշի։ Ես ուզում եմ զեկուցել, որ իմ ծառայության ընթացքում ոչ մի արտարոց դեպք չի գրանցվել, մարդիկ հանգիստ զբոսնում են քաղաքով, փողոցով, այգիներով մեր, կարելի ասել ոչ մի ծեծկրտուկ, ոչ մի խփոցի, ամեն ինչ արվում է մի խոսքով, որպեսզի լինի հանգիստ, որպեսզի լինի նորմալ մեր այգում, մի խոսքով ծառայում ենք, որպեսզի մարդիկ հանգիստ զբոսնեն երեկոյան, շնորհակալություն։ Սուտա տես բան չկա։ Ասում եմ չի ես ծեծել Աշխեն տատին։ Սուտա տես բան չկա։ Արա ոնց է սուտ, մեկ չմտակ տեսակ փեջի տրուբով ծեծում են, խի էր ծեծում Աշխեն տատին։ Ասում եմ սուտա տես բան չկա աստատ։ Ի՞նչն է սուտ։ Աշխեն չի ասմիկա։
that you've given me. Did you never worry that I've come to depend on you? Այսօր մենք իմ գործընկերների հետ միասին կարողացանք ոչնչացնել 2 հեկտար կանեպի արդ, այո։ Վաղը միանշանակ էլի կոչնչացնենք կանեպի արտերը, եթե մնան, եւ իհարկե մյուս օրը, եթե կանեպի արտեր էլի մնան։ Եվ վերջում մենք ցանկանայինք բեմ հրավիրել վիտամին ակումբի բոլոր տղաներին։ Պարոն Սարգսյան, մենք ունենք մի բաց նամակ, որ ցանկանում ենք ընթերցել եւ նվիրել ձեզ։ Խնդրեմ։ Վիտամին ակումբի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը բաց նամակ։ Հարգարժան Ալիկ Սերգեյի, հարգելի Հայաստանի Հանրապետության ոստիկանության ողջ աշխատակազմ։ Վիտամին ակումբի կողմից սրտան շնորհավորում ենք ձեզ Հայաստանի Հանրապետության ոստիկանության 10 ամյակի կապակցությամբ։ Մենք բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ ոստիկանությունն իրականացնում է մի շարք կարևորագույն գործառույթներ, մասնավորապես պայքարում է հանցավորության դեմ եւ ապահովում է հասարակական կարգի պահպանումը։ Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի դեմս հայ ոստիկանի տեսնի օրենքի եւ իր սահմանադրական իրավունքների պաշտպանին եւ ոստիկան քաղաքացի կապն ել ավելի ամրապնդվի ու սերտանա։ Դրա վառ ապացույցն է այսօրվա մեր անմիջական եւ անկեղծ շփումը, որը հասարակ քաղաքացու համար ավելի թափանցիկ ու հասկանալի է դարձնում մեր այսօրվա ոստիկանության որդեգրած գործելակերպը։ Կրկին անգամ շնորհավորում ենք ձեզ եւ ցանկանում բարի ծառայություն։ Հարգանքներով վիտամին ակումբ։ Շնորհակալություն ձեզ։ Նախ եւ առաջ շնորհակալություն հայտնեմ այսօրվա մաղթանքների, շնորհավորանքների համար։ Մեզ համար խիստ կարևոր է, որ արվեստի բնագավառի մարդիկ գիտակցում են ոստիկանության դերը մեր երկրի, մեր պետականության, մեր հասարակության կյանքում եւ այսօրվա ձեր երեկույթը վիտամին ակումբի նվիրված էր հենց ոստիկանության աշխատանքիցներին, քանզի նրանք իրենց ծանր աշխատանքում ամենազբաղ կարգավիճակում մշտապես կարիք ունեն հումորի, ծիծաղելու եւ բնականաբար լավ տրամադրության։ Ես ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնեմ ձեզ, մաղթեմ ձեզ ստեղծագործական նորանոր հաջողություններ եւ նվաճումներ, իսկ մեր ոստիկաններին, իմ գործընկերներին ամուր կամք, բարձր տրամադրություն, առողջություն եւ ամեն անգամ առավոտյան տանից դուրս գալիս երեկոյան հոգնած, բայց ինքնագոհականությամբ հպարտ մտնեն տուն եւ հասնեն իրենց ընտանիքին։ Կարևորը ողջ եւ առողջ։ Բարի երթ ձեզ, սիրելի մասնակիցներ։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլորիդ։ Իսկ մենք հանդիպենք ուղիղ մեկ շաբաթից։ Վիտամին ակումբի հատուկ տոնական թողարկումներ եթերում։ Շնորհակալություն։